Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի տեխնացու առաջ դրվի, դա հերթական ֆեյք խոսակցությունն է եւ թերևս այն նախկին մեր գործընկերների նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերների պես երևի իմ կարծիքն է ինքը իր համար փախուստի ձև է փնտրել նման որոշումով, որովհետեւ դե գիտեք ինչ մշտապես ինքը հայտարարել է որ քաղաքականությամբ չի ուզում եւ չի զբաղվել ում վրա քրեական գործ են հարուցում կուսակցություն է ստեղծում ուզում է գա պարլամենտ ինչ որ տան նոնսենս բան է դառել նոր մոդա է դառել որ ում վրա քրեական գործ են հարուցում բարձում է ինքը տենց վաղեմի քաղաքական գործիչ է բայց որ հարցազրույցները նայում ես մի տարի մի ժամ առաջ ասում են որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն ինքը չի կարող լինել վարչապետի ոչ տեխնացու ոչ վարչապետ մի քիչ աբսուրդային է իրավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսգրքից ելնելով եւ էլի շատ ու շատ բաներից բայց այնքան շատ է այդ բաները որ նույնիսկ ասելու կարիք չկա այսինքն ինքը չի կարող լինել տեխնացու ինքը չի կարող լինել падգամավոր ինքը չի կարող լինել վարչապետ ինքը չի կարող ոչ մի բան լինել ինքը կարա չգիտեմ Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ որ բան փորձի լինել եթե այնտեղ դա թույլատրել է իրենց օրենսդրությամբ դա ծանոթ չէ բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ իրենք են մեծամասնություն ստանալու ազգային ժողովում եւ ունենալ վստահություն։ Օրինակ դնում տենց բան են ասում, թող խաչակնքվեն մի հատ։ Դա աբսուրդ է։ Իրանք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ ուղղակի շահից ելնելով, ֆինանսական շահից ելնելով, փողի շահից ելնելով կարող են իրանց ասել են ինչ որ իրանք ուզում են լսել, կարող են գնալ եւ մտածել, որ ահա այստեղ կարելի է այս ցուցակով բան, բայց ակնհայտ է որ չի կարող գիտեք ինչ ասում կան կուսակցություններ, որոնք համակարգեր ունեն Հայաստանի անդիմադիրների մասին է խոսքը ու իրանք նույնիսկ իրանք են իրանց ջախջախելու այսինքն այդ բանն է այդ միֆն է որին որ ռուսերեն մի հատ արտահայտություն կասեն որ շատ ավելի հասկանալի լինի հա мы пошутили они поверили Իրանք իրանց բան են անում շատ ցավում եմ այդ օթերում իրանց ապրելու իրավիճակի համար Ռուզանա ջան, տիրապետում ենք իրավիճակին, մենք չենք կտրվել թե ընտրական process-ներից, թե մարդկանցից եւ քննադատություններն էլ գիտենք, քննադատություններն ենք լսում, մեր խնդիրներն էլ գիտենք, ուրիշների խնդիրներն էլ գիտենք, եկեք sense պատասխանեմ, իրանք էլ են վստահ, որ իրանք ջախջախիչ պարտություն են տանելու։ Ես կարծում եմ, որ սա ամենախոսուն պատասխանն է, որը որ կարող է ասել։ Դե ես ձեզ ասացի, ես կարող եմ բացատրել յուրաքանչյուր կուսակցության անուն տվեք, ես բացատրեմ այդ կուսակցությունը ինչ անում ես գալիք ընտրություններին։ Հիմնականում շատերի դեպքում դա կրկնվելու է, բայց ես գիտեմ այդ մարդիկ ինչ են անում։ Ես ձեզ բառացի ասում եմ, դուք խոսում եք այդ մեր ձևով հետ կապված, ասում եմ այդ մարդը քաղաքականությամբ զբաղվում, որտեղ քրեական գործ կա։ Եթե այդ մարդը քրեական գործ չուներ, այդ մարդը քաղաքականությամբ զբաղվելու էր, ինքը ասում է ոչ։ Դուք ինչ եք ասում։ Ինչա։ Գործը եղավ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո եղավ, երբ ասեց, որ մեր ձևով աջակցել ենք։ Չէ, սխալ եք ասում, քաղաքականությամբ ինքը սկսել է զբաղվել ընդամենը վերջերս, ես նույնիսկ ասեի AI-ի հայտարարության շնորհիվ, որտեղ միջև այդ նույնիսկ հայտարարված չէր, որ ինքը ինչ-որ ձևով զբաղվել է, որտեղ ակնհայտ էր, որտեղ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացին չի կարող զբաղվել, այս սահմանադրությունը դա թույլ չի տալիս, նաեւ խոչընդոտում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածը, որը որ նկարագրում է առաջին նիստը, ինչ պետք է լինի եւ ոնց պետք է լինի։ Այսինքն այնց, գիտեք ինչ, սա հերթական Չէ, հիմա մենք չենք, ես Ռուզանա ջան, մենք եկեք չքննարկենք ինչ քրեական գործը աբսուրդային, ինչ քրեական գործ աբսուրդային չի։ Ես վստահեցնում եմ, տենց ասացված կա, որ բանտում մեղավոր մարդ չի լինում, եւ յուրաքանչյուր մարդու, որը որ ինչ որ հանցագործություն է արել, ինքը բնական է իր արդարացումներ ունի եւ բացատրություններ ունի, թե դա ինչի է տեղի ունեցել, բայց ասածս այն է, որ
մարդիկ սկսում են քաղաքականությամբ զբաղվել այն դեպքում, երբ որ հայտ է գալիս քրեական գործ։ Շինծույա, շինծուչի, լավնա, հիմնավորա, դրա մասին չենք խոսում։ Եվ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմար չեն։ Մարդիկ հասկանում են, որ ինչի է ինքը զբաղվում քաղաքականությամբ, իսկ ինչի միջև այդ չէր զբաղվում, իսկ ինչ էր խանգարում միջև այդ ինչ որ ծրագրեր անել, ինչ էր առաջ գովում Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություններին, ինչ էր ասում, չեմ զբաղվում, հիմա զբաղվում եմ։ Վերջո ես ձեզ առաջարկում եմ գնանք իրանից հարցնեք, այս հարցերը իրեն տակ, որովհետև արգելք չկա, եթե AI-ը չպատասխանի, թող ինքը այլ ինչ կապ ունի, 21-րդ դարն է, Zoom-ով միացեք, մենք ստեղից Ամերիկա հարցազրույցներ ենք անում, Zoom-ով միացեք կամ գնացեք հյուր իրանց մոտ։ Արգելք չկա, ուրեմն նորից եմ ասում, արգելք չկա իմ իմանալով եւ նույնիսկ իրանք բանակցություններ են վարել, որպեսզի հարցազրույց տան եւ ես ձեզ հորդորում եմ գնացեք իրան այդ հարցերը տվեք, թող ինքը պատասխանի։ Բայց նորից եմ ասում, հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորության մեջ գցել, մի անգամ Կանադայի քաղաքացի բերեցին, որ իբր պետք է վարչապետ դառնա, Աստծո օրհնությամբ, այն մեկն էլ ասում էր Աստծո օրհնությամբ, չէ, այն անհաջողակը ասում էր Աստծո օրհնությամբ։ Հիմա այս մեկը ասում է, չգիտեմ, դրսից ինչ որ մարդկանց են բերել, որոնք մեզ ուզում են բացատրեն մեր սահմանադրությունով, ոնց իրանք կարող են ամեն ինչ անել, որ իրանք ուզած մի խոսքով աբսուրդ է սա։ Շատ սխալ բան արեցին քաղաքական առումով։ Ավելի լավ է անհայտ մեկին դնեին, մասնակցեին այդ բանի տակ, բայց այս պլան պրավալիլս, ասած ասեմ։